Ընդդիմախոսներին KGB-ի պատվալները լցնելու օպերացիան սկսված է։ Շատերն այս օրերին հիշել են, թե ինչպես էր իրավապահներին գործողություններ սկսելու հրահանգ տալիս Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ հենց ազգային ժողովի ամբիոնից։ Ինչ գործ ունեք դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ԱԱԾ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ինչա գրում ձեր մասին մամուլը։ Գրում է որ օտար երկրի գործակալ եք, 5-րդ տանիվ եք, ազդեցության գործակալ եք մամուլը։ Մամուլի գրածների նստեք տեղները ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ասի վերենգի տեղը տասի ներվերս չուտես։ Փաշինյանը հորդորում էր ընդդիմադիր պատգամավորներին չուտել իր ներվերը։ Փաշինյանն այսպիսով տապալում է սահմանադրական կարգը Հայաստանում, ըստ որի իրավապահներն անկախ են եւ առաջնորդվում են միայն օրենքով։ Կառավարության ղեկավարն իրավունք չունի նման ուղղակի հրահանգ իջեցնել եւ միջամտել քրեական գործերի հարուցմանը, կալանքներ սահմանել։ Այս սպառնալիքներից մեկ ամիս անց դատախազությունը գնաց Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետևից, վերջիններիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելով եւ ազգային ժողով միջնորդություն ուղարկելով։ Իսկ ավելի ուշ եկեղեցուն պաշտպանելու համար բանտում հայտնվեց բարերար գործարար Սամվել Կարապետյանը, ում կալանավորելու հրահանգը նույնպես ուղիղ Փաշինյանից է իջեցվել։ Իրավապահների գործողություններից առաջ Փաշինյանը ստատուս է գրում. Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ ստահակ, ընդմիշտ կպասիվացնենք անթաքույց սպառնալիքներ էր իջեցնում Փաշինյանը Facebook-յան իր էջում։ Իշխանության կողմից շրջանառության մեջ դրված հեղաշրջման գործով այս պահին արդեն կալանավորված են 16 մարդ։ Սրբազան պայքարի ղեկավարներն ու աջակիցները, այդ թվում Բագրատ Սրբազանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Սրբազան պայքարի ակտիվիստ Լիդիա Մանթաշյանը, գնդապետ Միհրան Մաղսուդյանը, Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, Աղվան Արշակյանը, Արցախի ազգային ժողովի падգամավոր Դավիթ Գալստյանը, Արմեն Ալեքսանյանը, Հրայր Սարգսակը եւ այլք։ Ցանկը դեռևս ավարտուն չէ։ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկել է նաև ազգային ժողովի падգամավոր Արթուր Սարգսյանի տունը, ինչը վկայում է, որ շղթան կարող է շարունակվել։ Ինչպես են այս մարդիկ դարձել Նիկոլ Փաշինյանի զոհը, ինչ տրամաբանությամբ են ընտրվել հենց նրանք, չէ որ տարբեր թիմերի, տարբեր դաշտի ներկայացուցիչներ են։ Ինչ սկզբունքով են իրավապահները կանգ առել այս թիրախների վրա եւ ինչ ապացույցներ ունեն, որ ենթադրյալ հեղաշրջման նախապատրաստման հարցում հենց այս մարդիկ են ակտիվ եղել եւ ոչ թե ուրիշները։ Պարոն Դանիելյան, Սրբազան պայքարի ղեկավարներն ու աջակիցներն են կալանավորվել իբրև հեղաշրջման փորձի համար։ Հրապարակվեց Սիվիկում իշխանական լրատվամիջոցում մի ցուցակ, որտեղ անուններ կար, թե նրանք հավակնում են իշխանության գալ եւ մասնակից են այդ հեղաշրջման փորձին։ Չկար ձեր անունը, դուք ակտիվ մասնակից եք եղել Սրբազան պայքարի։ Ինչ սկզբունքով եւ ինչպես են ընտրվել այդ մարդիկ։ Նախ ուզում եմ ասել, որ այդ ամբողջը ինչ որ իրենք փորձել են տարածել եւ դուք ճիշտ նշեցիք, որ Civic-ն է հենց առաջինը դրա մասին հրապարակում արել, այսինքն այդ իբր կարևոր բանը առաջին իսկ ձեռքը դա Civic-ն է։ Սա է խոսում նրա մասին, որ սա պլանավորված է ոչ թե իրավապահ մարմինների կողմից, այլ ՔՊ-ի կողմից, ՔՊ-ն է այս ամբողջը պլանավորել։ Հիշեցնեմ նաև ձեզ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որ ազգային ժողովից ասեց, որ բոլորիդ կտանեմ եւ ԱԱԾ պատվալները կգցեմ, այսինքն հրահանգ է իջեցվել ուրեմն իրավապահ համակարգին, որ գործեր կարվեն եւ այդ ճակերտավոր հեղափոխության պլանի, այսպես ասած, այդ կարկասը որ կա, ինքը հիմք է ծառայում եւ այս ներկա ռեպրեսիաների եւ հետագա ռեպրեսիաների համար։ Մի տեսեք ինչ է կատարվում, այն փաստաթուղթը իբր թե այն պլանը որ կա, նախ դա աբսուրդ է, հիմարություն, A4 ֆորմատի թղթի վրա ինչ որ տպած բաներ է, որը որ հեղափոխություն անող մարդուն ինչին է պետք որ ասենք օրինակ այդ թղթերը տպի, այդ լրիվ անհասկանալի եւ աբսուրդի ժանրից է եւ հաջորդը
գնում են խոզարկություններ են անում եւ այդ խոզարկությունների ընթացքում հայտնաբերում են ուրեմն այն գունավոր այն ծխերը որ կա, որոնք որ սրբազան պայքարի ժամանակ միշտ էլ այդ գունավոր ծխերը եղել են, դա ինչ որ ձևով նաեւ խորհրդանիշն է սրբազան պայքարի, նաեւ ուզում եմ հիշեցնել, որ նույն այդ ծխերից ազգային ժողովի ամբիոնից ԿՊԱ-ական պատգամավորները այդ ծխները ձեռքներին ուրեմն ամբիոնից հիշում եք որ 18 թվականին ոնց էին գոռում եւ այն իբր այդ զենքերն էլ որ հայտնաբերել են դրանք օրինական զենքեր էին որոնք որ հենց վկայականներ այնքան ապիկար են իրանք որ այդ զենքերի վրա դրում են մարդկանց օրինական փաստաթղթերը վկայականները կրակված փամփուշտները այսինքն այս ամբողջը մի աբսուրդ է մի հիմարություն է որը որ նորից եմ կրկնում հստակ հրահանգ է իջեցվել իշխանության կողմից այս պլանը իրագործելու եւ ամեն կերպ սրբազան հորը եւ սրբազան պայքարի աջակիցներին մեկուսացնելու ինչա թաքնված սրա տակ թաքնված է եւ ադրբեջանական պահանջները հիշեցնեմ որ ադրբեջանը պահանջում է ռևանշիստական նաեւ այսպես կոչված այդ փաստաթղթի կետերից մեկն է որպեսզի Հայաստանում այն ուժերը որոնք որ դիմադրություն ցույց կտան ռևանշիստական այսպես կոչված իրենց բնորոշման ուժերին մեկուսացնելու եւ իրենց գործունեությունը խափանելու համար դա մեկ երկրորդը գիտեք որ այս մի քանի շաբաթների ընթացքում ակտիվ քննարկվում է վեհարանի վրա հարձակվելու փորձը խմբեր ձևավորելու խաչակրած արշավանք սկսելու հայ-առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ ծրագրերից մեկն էլ այն խոչընդոտները որ կարան հանդիսանան այդ ճանապարհին այդ մարդկանց մեկուսացնելն է եւ երրորդը ի վերջո ցույց տալ բոլորին Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում գտնվող ընդդիմադիր ուժերին, ընդդիմադիր գործիչներին, սրբազաններին, այն մարդկանց, որոնք որ դիմադրություն են ցույց տալի գործարարներին, որ տեսեք, այս փաստաթուղթը, այս մեր պլանը որ կա, կարանք գցենք ցանկացածի ջեբը։ Այդ պլանը կարա մի օր հայտնվի մի գործարարի սեղանին, այդ պլանը կարող է հայտնվի մի կուսակցության սեղանին, այդ պլանը կարող է հայտնվել մեկ ընդդիմադիր գործիչի սեղանին եւ սրանով արդեն կարկասը ստեղծված է, պարգևատրությունները արված է, հրահանգները իջեցվել է եւ այս սխեմայի տակ կարան ցանկացած մեկի անունը գրեն, գործը արդեն պատրաստ է։ Լավ, Լիդիա Մանթաշյանը, որ հանդիսանում է սրբազան պայքարի ակտիվիստ կին, Այո։ երիտասարդ կին, ինչպես կարող էր հեղաշրջման փորձ պլանավորել, ինչ վտանգ է իրենից ներկայացնում Լիդիան։ Ոչ Լիդիա Մանթաշյանը, ոչ որևէ մեկը, ոչ հեղափոխության փորձ պլանավորել են։ Ես նորից եմ կրկնում, ցանկացած ընդդիմադիր շարժման ուժի նպատակը իշխանափոխությունն է։ Այդ իշխանափոխությունը կա օրակարգում, այդ իշխանափոխության հարցը մենք բազմիցս ուղիղ եթերների ժամանակ ասել ենք, որ Հայաստանի Հանրապետություն պետք է լինի իշխանափոխություն, մենք չենք հրաժարվում դրանից, բայց բացառապես խաղաղ մեթոդներով, սահմանադրությամբ ընձեռնված մեզ տրված հնարավորություններով, խաղաղ անհնազանդությամբ, բողոքի ակցիաներով, տեսեք դրանից մի քանի օր առաջ մարդիկ տարվել էին ուրեմն ոստիկանական բաժանմունքներ։ Այդ ոստիկանական բաժանմունքներով կարմիր թելով անդադ գնում էր հանկարծ փողոց դուրս չգալու, հանկարծ ձեր բողոքի ձայնը չբարձրացնելու, հանկարծ Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս չգալու, բայց կներեք, որ մի օրենքի կետով թույլ չի տրվում մարդկանց, ուրեմն իրենց բողոքի ձայնը բարձրացնեն։ Մերժեն ի վերջո այս իշխանություններին կամ խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնեն։ Այսինքն այս ամեն ինչը այս վախի մթնոլորտը որ ստեղծվում է եւ դուք էլ ճիշտ նշեցիք որ այնպիսի մարդիկ են այդեղ Սարգսակ կա այնտեղ նաեւ Լիդիանա ուրիշ մարդիկ որոնք որ ընդհանրապես այդ մարդիկ այդ կեցավայրում մուտք ու ելք են ունեցել սրբազանի հետ երկար տարիներ աշխատած դեռ Տավուշի թեմի ժամանակ այդ մարդիկ մեկը լուսաբանել է սրբազանին, Սարգսակը ուրեմն միշտ սրբազանի կողքին ա եղել, մեկ այլ մարդ ուրեմն գնացել ընդամենը մի քանի անգամ սրբազանի կեցավայրում հանդիպումներ ա ունեցել սրբազանի հետ, իր որպիսություն Սրբազանին շատ մտերիմ անձ, ձեր անունը չկար այդ ցուցակում, ինչպես ասում եք, կեղծ
ցուցակում ձեր անունը բացակայում է։ Դե իմ անունը այս պահին բացակայում է, բայց նաև հաշվի առնելով այն գրառումները, բանը, որ իշխանականները անում են, մի օր էլ իմ անունը կհայտնվի, նենց չի որ դա Դե իհարկե կշարունակվի։ Երևի հաշվի են առել, որ ես падգամավոր եմ, անձեռնմխելիությունից զրկելու հարց կառաջանա, ավելի երկար process, այսինքն այս պահին ինչ որ իրավական խոչընդոտներ կան հանրային քրեական հետապնդում հարուցելու մեջ եւ ես չեմ էլ բացառում, որ ինչ որ մի պահից նաեւ իմ անունը կհոլովի, ես բազմաթիվ անգամներ ասում եմ, որ դա ինձ երբևէ չի կաշկանդելու, այս ընթացքում բավականին երկար ժամանակ ես հետապնդումների եմ ենթարկվել, գիտեք իմ ուրեմն տրանսպորտային միջոցների հետ կապված հայտնի միջադեպը, նաև իմ մեքենայի արգելակների չաշխատելը, այն հարձակումները, որ ամեն օր կան, նաև իմ հարազատների բարեկամների նկատմամբ այդ հարկային տերորը եւ ամեն անգամ սա ավելի լայն թափ ստանում Այս պահի դրությամբ ինձ հետ կապված կարծում եմ իրենք որոշակի իրավական խոչընդոտներ ունեն հաշվի առնելով իմ падգամավորական անձեռնմխելիությունը Պարոն Դանիելյան, ինչպես է ստացվում, որ Ադրբեջանը խոսում է այսպես կոչված ռևանշիստների մասին, խոսում է դաշնակցությունը փակելու մասին եւ իշխանականներն էլ են նույն բանը խոսում Դե իրենց խոսույթը եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ նույնական է եւ հայ հեղափոխական դաշնակցության նկատմամբ նույնական է Սրբազան հոր հարցում նույնական է պետական ինստիտուտները նաեւ Արցախի պետական ինստիտուտները կազմակերպելու հարցում նույնական է Վերաբերմունքը եկեղեցու հանդեպ գիտեք Ալաշուքուր Փաշիդազդեի եւ Փաշինյանի վերաբերմունքը նույնական է շատ հարցերում է նույնական նույն ադրբեջանցիների ստեղ վերաբնակեցման ես քիչ առաջ նշեցի այն հրեշավոր ծրագրերը որ իշխանությունները փորձում են իրականացնել այդ հրեշավոր ծրագրերի մեջ նաեւ խոսում են նրա մասին որ ադրբեջանցիների ստեղ գալը եւ վերաբնակեցումը դա ընդամենը կարա լինի ամիսների հարց այսինքն այդ պայմանավորվածությունները ադրբեջանական կողմի հետ ձեռք են բերվել առնվազը դրա մասին հայտարարում են ադրբեջանցի պաշտոնյաները ուրեմն Ջեյհուն Բայրամովը այլ պաշտոնյաներ հայտարարում են որ մենք ունենք ուրեմն արևմտյան Ադրբեջան կոնցեպտը իրականացնելու խնդիր եւ սրա խոչընդոտը հանդիսացող բոլոր այն ուժերը, կազմակերպությունները, միավորները, որոնք որ կարող են խոչընդոտ հանդիսանալ պանթուրանական ծրագրին, որը որ իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը, ասելով որ ինքը առնվազն խոչընդոտ չի հանդիսանելու հակառակը նաև նպաստելու է մեծ թուրանական ծրագրի իրականացմանը այդ բոլոր ուժերը կազմակերպությունները անհատները արանքից հանելու եւ ճանապարհը բացելու որ նաև վեհարանի վրա նույն արշավը հենց այդ շրջանակների համատեքստում կարող ենք տեսնել այսինքն այն այս ամեն ինչի մեջ մենք կարող ենք տեսնել ադրբեջանա-թուրքական հետք սա արդեն իսկ անառարկելի փաստ է Եվ բոլոր կրկնում եմ այն ուժերը, այն մարդիկ, այն անհատները, որոնք որ այս ծրագրին կփորձեն խոչընդոտել, դիմադրություն ցույց տալ, իրենց ըմբոստությունը հայտնել, այդ մարդիկ հայտնվելու են ըստ իրենց, այսպես ասած, ծրագրի շրջանակներում հայտնվելու են անազատության մեջ։ Այդ վախի մթնոլորտը ստեղծել։ Նաև այս ամեն ինչի մեջ հատկանշական է, որ գիտեք, որ մի քանի օր առաջ էլ ուրեմն հետապնդումների ենթարկվեց եւ այնուհետեւ կալանավորվեց Սամվել Կարապետյանը, որն էլ ընդամենը մեկ նախադասության համար 1.5 րոպեանոց ռեպորտաժում ընդամենը մարդը իր սատարումներ հայտնել հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Դուք նույն բանը կարող եք հարցում անել եւ հազարավոր մարդկանց հարցնել եւ այդ մարդիկ կասեն նույն նախադասությունը Այդ մարդկանց վրա հանրային ուրեմն քրեական հետապնդում կիրականացվի այսինքն այդքան մարդուն ոնց է ստանալու քրեակատարողական հիմնարկները լցնեց Պարզից էլ պարզա որ հրահանգը իջեցվել է ամենաբարձր օղակներում պարզից էլ պարզա որ այս մարդը արդեն որ երրորդ անգամ ասում է որ արշավա սկսելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու խմբեր է ձևավորել այդ խմբերի պատասխանատուները արդեն նշանակել Եվ ինքը գնում է այդ ճանապարհով։ Մենք նորից էլի վերահաստատում ենք մեր աջակցումը, սատարումը
Մայրաթոր Սուրբ Էջմիածին, ասելով, որ այս բռնաճնշումները շատ ավելի են ամրացնելու մեր կամքն ու վճռականությունը, հասնելու մեր նպատակներին, իսկ մեր նպատակները չեն փոխվել, դա Նիկոլ Փաշինյանի իշխանազրկումն է։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի իշխանությունից, եթե ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հարատև լինի, եթե ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակի իր սուբյեկտայնությունն ու անկախությունը ուրեմն պահել։ Այդ ձայնագրությունները, որ հրապարակվեցին, Սրբազանի ձայնը կա այնտեղ եւ կարծես թե չեն էլ հերքում, հա, որ խոսում է Սրբազան այդ ձայնագրությունների մեջ, դուք ձեր ձայնը չկա։ Նախ ես տարբերակներն ասեմ այդ ձայնագրության։ Այսօր դժվար չէ որևէ մի արհեստական բանականության միջոցով ցանկացած մարդու ձայնը ստանալը։ Այսօր կարող են ցանկացած մեկի խոսքը մոնտաժել եւ ամբողջ բովանդակությունը դրանից փոխվի։ Չկա մարդ, որ մոնտաժի արդյունքում չուզենան ստանան այն, ինչ որ ուզում են ստանալ։ Մոնտաժված ձայնագրությունները ուրեմն հիմք չեն կարող հանդիսանալ քրեական գործի։ Եվ ի վերջո ես կամ չկամ, դա ինձ բացարձակ հետաքրքիր չի։ Ով կա, ով չկա։ Կա հստակ ուրեմն այսպես ուղղորդում գործի, դա ակնհայտ է, դա բացահայտ է, դրա մասին իշխանական տարբեր падգամավորներ ասել են, այսօր էլ մենք տեսնում ենք, որ արդեն իսկ քրեական գործ է հարուցվել, ուրեմն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի նկատմամբ։ Վաղը մյուս օր կարող է գան մեկ ուրիշի հետևից, վեհափառի հետևից, այսինքն նորից եմ կրկնում, ստեղծվել է մի համակարգ, մի այսպես ասած կարկաս, որի որ ճյուղերը կարող են տանել ցանկացած տեղ, որ մարդը որ փորձի ըմբոստանալ իր բողոքի ձայնը հայտնել եւ չհամաձայնվել ու չհնազանդվել այս իշխանություններից, այդ ճյուղը կարա տանի իր տուն։ Եվ նորից եմ կրկնում, էլի, պետք է մենք հասկանանք։ Նախ այստեղ շատ կարևոր մի նյուանս էլ կա։ Այդ թուղթը, որ հրապարակել են, այդ թուղթը որ թվականի թուղթ է։ Այսինքն 24 թվականի թուղթ է։ Նախ նորից եմ կրկնում, այդ թուղթը ֆեյք է, գոյություն չունի։ Երկրորդը 24 թվականին այդ ֆեյք թուղթը ձեր ձեռքն է եղել։ Բա ինչու՞ չեք 1 տարի շարունակ որևէ մի բան արել։ 1 տարի շարունակ դուք որևէ մի բան չեք արել։ Բա եթե ձեր ասածով հեղաշրջում հեղափոխություններ պատրաստվում, ինչի 1 տարի ուրեմն իրավապահ համակարգը որևէ մի քայլ չի ձեռնարկել հենց այդ գործի շրջանակներում։ Կամ ինչու տեղի չի ունեցել, իհարկե, ինչու տեղի չի ունեցել։ Սա խոսում է փնթի գործելավոճի մասին, որ անգամ իրենց կարված գործերը այնքան փնթի են, այնքան ճղճիմ են, որ ախր տակը որևէ մի բան չկա։ Նորից եմ կրկնում, հատուկ մեր հայրենակիցների համար, սիրելի հայրենակիցներ ջան, մի հավատացեք իշխանական ստերին, կեղծիքներին եւ խնդրում եմ ուշադիր եւ աչալուրջ եղեք, այդ ֆեյքերին էլ մի հավատացեք։